միացել եկեղեցին։ Լավ եմ արել միացել եմ։ Դուք ով եք, որ ես պետքա ձեզ ասեմ ինչու եմ միացել, չեմ ուզում ասել։ Լավ եմ արել ասում եմ։ Իսկ դրա համար մոտիվացիա ունե։ Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցականները լինեն այնպիսին, ինչպիսին զարգացած երկրներում են կարգ լինի, կանոն լինի, բարձր աշխատավարձ ունենան, բարձր եկամուտներ։ Դեսի ոչ ինչպիսին, որ դուք եք լրագրող։ Դուք եք հանդիպող եք, դուք են մարդկանց մասին մտածեք ու միացել եք, որ քեզ խորագրել են։ Ես կարող եմ ձեզ մի բան ասել։ Ես ձեր մասին եմ մտածում, որտեղ ես կարծում եմ, որ ձեր մասին պետք է մտածեմ, որտեղ դուք բավականին շատ վնաս եք տալիս այդ երկրին։ Ես եմ վնաս տալիս։ Դուք, այո, իսկ լրագրողական ինստիտուտը շատ է օգնում ադրբեջանական բենզին բերողները ու մեր հանրության ադրբեջանական բենզինի սովորեցնողները վնաս չեն տալիս։ Բենզինի սովորեցնողները ադրբեջանական։ Դուք կուսակցական եք։ Ես կուսակցական չեմ։ Եթե կուսակցական չեք, նոր ես հայերեն բացատրեք, նշանակում է դուք պրովոկատոր խաբեբայեք, ստախոս եք, լսեք, նորմալ է սրանից փող ես վեկալում, որ գնաս պրովոկացիա անես։ Ոչ, ես չեմ վերցնում, դուք Ադրբեջանից եք վերցնում եւ դա արդեն բացահայտ է։ Ադրբեջանի հետ բացահայտ, դուք ադրբեջանական բենզինով բերել եք, մեր ժողովրդին դարձնում եք իրենց հերոսներին ուրացող։ Դուք անգերագետ, դուք գնացեք կրթվեք։ Շատ լավ, կարևորը դուք Աննա Հակոբյանի մոտ կրթվեք։ Քեզ ատեստացիա պետք անցել։ Ձեզ էլ ատեստացիա պետք։ Հեսա վերջացրա ես։ Մի րոպե, Ես քեզ հարցադրույց կտամ։ Չեք տալու այդ լրագրողական Գիբիլը կախել են բլտիկը։ Նրանք ովքեր ադրբեջանական բենզինին են սովորացնում են հանրության մեջ տեղ չունեն։ Դու էլ ադրբեջանական Սովորը։ Անամոթյուն դաճակատի մեկն է, որտեղ Իրոք ամոթ քեզ, իրոք լուրջ եմ ասում։ Քեզի ատեստացիա պետք անցնել։ Լսում ես, ես էլ եմ լրագրող, արի մոտիկ հարցերից պատասխանեմ։ Արի լե։ Արի ես քո հարցերին պատասխանեմ, ես էլ եմ լրագրող, արի։ Մի փախեք։ Արի լե, Ֆրանսիայից եմ եկել, արի։ Արի դրանք ինչ ես ասում։ Արի բաժես, ցույց տամ քեզ հարցազրույց տամ, արի։ Հա, ես էլ եմ ուզում հարցազրույց տամ քեզ։ Ինչ անի չի վերցնում։ Սա բնարա։ Չի վերցնում։ Սրանք են քանդում երկիրը, հենց սրանք։ Լրագրողա դառը։